Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս Բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ցանկանում եք այցելեք, կարող եք այցելել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Սիրելիներս իմ եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Տելեգրամյան ալիքներում, ընդհանրապես բոլոր սոցիալական ցանցերում իմ ալիքները կան, կարող եք գրանցվել, կարող եք ինֆորմացված լինել, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ սիրելիներս ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики, как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю диагностику, делаю чистку, снимаю порчу, проклятие, поставляю защиту. Для каждого человека индивидуально составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, дорогие мои подписчики, вы можете обращаться. Я людей принимаю у себя в доме. Если не можете приходить, я работаю и онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, в каждых социальных сетях у меня есть мои каналы, подпишитесь, потому что там много информации есть для вас, там расклады на картах Таро, рунические матрицы. Если вам нужна, можете подписаться на мои каналы, и там много информации для каждого из вас есть. Բարև ձեզ, սիրելիներս, այժմ ցանկանում եմ 2 ժամյա ուղիղ եթեր մտնել, ուղիղ եթերի ընթացքում պատասխանում եմ ձեզ հետաքրքրող հարցերին։ Եթե ցանկանում եք հարց տալ, անպայման գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր սոցիալական վիճակը, ամուսնացած եք, թե ոչ, նաև գրում եք այն հարցը, որ հարցի ինչ ոլորտի մասին, որ պետք է լինի ձեր հարցը, անձնական, ֆինանսական, առողջական, ինչ ոլորտին, որ հետաքրքրվում է։ Բացի դրանից, սիրելիներս, դուք կարող եք նաև հարց տալ անմիջապես ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա անեզք, թուղթուգիր, ես այս ուղիղ եթերի ընթացքում նաև ձեր այդ հարցերին եմ պատասխանելու։ Նույնիսկ եթե կանխատեսման ժամանակ, ուղիղ եթերի ժամանակ ես հասկանամ, տեսնեմ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը թուղթուգրից է, անեզքից է կամ ինչ-որ մի նեգատիվի արդյունք է, դա անպայման կբարձրաձայնեմ։ Дорогие мои подписчики, я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди. Вы тоже можете давать ваши вопросы на русском языке. Я с большим удовольствием вам тоже, дорогие мои, отвечу на ваши вопросы. Многие мои подписчики спрашивают, где у меня прямые эфиры. Дорогие мои прямые эфиры пока еще на канале TikTok. Я вот это, есть այս վիդեոն տեղավորում եմ YouTube-յան ալիքում գրում եք ձեր հարցերը, սիրելիներս, գրանցվեք իմ TikTok-յան ալիքին, գրանցվեք, ամեն շաբաթ կիրակի ուղիղ եթեր եմ մտնում 2 ժամով, տալիս եմ ձեր հարցերի պատասխան, գրանցվեք, դուք եք մասնակցեք այդ ուղիղ եթերների և ես ձեր հարցերին նույնպես կպատասխանեմ։ Իմ ուղիղ եթերները առայժմ ընթանում են միայն TikTok-յան ալիքներում,
ուզում եմ, որովհետև անընդհատ գրում եք, որտեղ է ձեր ուղիղ եթերը տեղի ունենում, իմ ուղիղ եթերը տեղի է ունենում ամեն շաբաթ կիրակի TikTok-յան ալիքով։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր շնորհավորանքների համար, ձեր սիրելի կանայք, ձեր մարդուհուտը նույնպես շնորհավորում եմ, ձեր տոների միասյակը նույնպես շնորհավորում եմ։ Այժմ տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ունկնդիրների համար։ Սիրանուշ 38 տարեկան ազնավան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սիրանուշի համար։ Սիրանուշ 38 տարեկան ազնական։ Սիրելի Սիրանուշ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք կարողանում եք այդ խնդիրները հաղթահարել, այդ խնդիրներից ձերբազատվել։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ մեծ երազանքներ, նպատակներ ունեք, սիրելի Սիրանուշ, այդ ձեր երազանքների, նպատակների կատարման ժամանակահատված է մտնում։ Մելինե 34 տարեկան, հղիություն կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մելինեի համար։ Հղիություն կլինի, թե ոչ։ Ընդհանրապես սիրելի Մելինե, այո, ձեր մոտ հղիություն ցույց է տալիս եւ մոտ ժամանակներում է ցույց տալիս, բայց խորհուրդ եմ տալիս անպայման նաև բժշկի հաճախեք, որովհետև ցույց է տալիս, որ որոշակի բժշկական միջամտություն կա, բայց դուք երեխա կունենաք, հղիություն կլինի, սիրելի Մելինե։ Կարինե 18 տարեկան ազնական։ Կարինե 18 տարեկան ազնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Սիրելի Կարինե, ցույց է տալիս, որ խնդիրներ կա, վախեր կա, դուք զգում եք, որ ձեր անձնական ոլորտում ինչ-որ փակուղու առաջ եք կանգնել։ Բայց սիրելի Կարինե, դա ժամանակավոր է, այստեղ ցույց է տալիս նույնիսկ ինչ-որ կատարվել է ձեր անձնական կյանքի մեջ, որը տարօրինակ վախեր է մտցրել, սիրելի Կարինե, դա ժամանակավոր է, դա անցողիկ է, ձեր անձնական կյանքի մեջ ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս երազանքների, նպատակների կատարում։ Ինչ երազանք, ինչ նպատակ ունեք, դրանք կատարվում են։ Լուսինե 26 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի Լուսինեին, Լուսինե 26 տարեկան, ինչ է սպասվում, Սիրելի Լուսինե, ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ հաջողություն է սպասվում, հնարավոր է աշխատանքի ոլորտում, հնարավոր է անձնական ոլորտում, հնարավոր է հաջողություններ է սպասվում, հնարավոր է ինչ-որ խնդիրներ կար, պետական դռների, փաստաթղթային խնդիրներ, այդ խնդիրները լուծվում են, ձեր դեմ հաջողության ժամանակահատված է, սիրելի Լուսինե, հաջողության ժամանակահատված։ Արարատ 31 տարեկան, անձնական, Արարատ 31 տարեկան, գործնական, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արարատի համար։ Արարատ 31 տարեկան,
Սիրելի Արարատ, ձեր վրա կա թուղթուկիր, հնարավոր է անեզք նաև ձեր հայրական ազգի վրա, որի պատճառով ձեր և անձնականն է փակված և գործնականն է փակված։ Դուք եք հասկանում, որ չի ստացվում անձնականը, դուք հասկանում եք գործնականը ինչի վրա հիմնվում եք, դա քանդվում է։ Սիրելի Արարատ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս նեգատիվի տակից, այս անեզքի թուղթուկրի տակից դուրս եկեք և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Հովո 32 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար։ Հովո 32 տարեկան, ինչ է սպասվում։ Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Հովիկ, հնարավոր է ֆինանսական, բանկային համակարգի հետ խնդիրներ, հնարավոր է աշխատանքի հետ կապված խնդիրներ, սիրելի Հովհաննես, կան խնդիրներ և բանկային ոլորտի հետ կապված, հնարավոր է նաև իրավական համակարգի հետ կապված, սիրելի Հովհաննես, ձեր վրա անհատական կա թուղթուկիր, որի և գործնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, սիրելի Հովհաննես, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և կլինի անձնական, կլինի ֆինանսական, կլինի հաջողություն։ Գիտեք ինչ, խնդիրներ կա, պետական դռների հետ կապված, խնդիրներ կա, վտանգավոր իրավիճակներ, անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս նեգատիվից դուրս եկեք։ Նիլի 69 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նելի համար։ Նելի 69 տարեկան, ընդհանուր, սիրելի Նելի, ընդհանուր ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն, եթե խնդիրներ կա, եթե պրոբլեմներ կա, այդ խնդիրները, այդ պրոբլեմները լուծվում են և ձեր ընտանիքի և ձեր հարազատների կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված։ Հրաղա Грач Марине, посмотрим, на вас есть порча или негативная энергетика или нет. Грач Марине, есть порча, есть негатив или нет. Посмотрим, что говорят карты. Грач Марине. Да, дорогой Грач, дорогая Марине, да, на вас есть порча, и сильная порча. У вас все ломается, у вас ничего не получается, ни документы, ни деньги, ни любовные отношения. Дорогие мои, обращайтесь к экстрасенсу, обращайтесь к экстрасенсу, чтобы вас избавили от этой негативной энергетики.
Да, очень сильная порча есть. Вы можете ко мне обращаться, я тоже делаю чистку, тоже ставлю защиту. Да, есть порча. Անահիտ 25 տարեկան անձնական Անահիտ Անահիտ 25 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար Սիրելի Անահիտ, ոնց որ ձեր անձնականը քնած լինի, անընդհատ ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում։ Դուք եք հասկանում, որ տարօրինակ իրավիճակ է, սիրելի Անահիտ, հնարավոր է անհատական ձեր վրա կա թուղթուգիր, հնարավոր է փակված է ձեր անձնականը, դրա համար չի ստացվում։ Նաև հնարավոր է ձեր մայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով չի ստացվում ձեր անձնականը, այդպես էլ քնած մնալու է, դուք կունենալու եք ուղղակի ժամանակի կորուստ։ Սիրելի Անահիտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվ, այս անեծքը թուղթուգիրը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, բարև ձեզ։ Էդվարդ Սարա կհաշտվեք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Էդվարդ Սարա կհաշտվեք թե ոչ։ Էդվարդ Սարա ցույց է տալիս, որ խնդիրներ կա ձեր անձնական ոլորտում, ոնց որ քնած էմոցիաների ժամանակահատված է։ Սիրելիներս, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր բաժանությունը ոչ թե սովորական ինչ-որ ժամանակավոր բաժանություն է, ոչ, ձեր բաժանության հիմնական պատճառը նեգատիվի թուղթուգրի անեծքի արդյունք է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր հնարավոր է ձեր հարաբերությունների մեջ լինի հաշտություն, հնարավոր է նույնիսկ այս նեգատիվի առկայության տակ դուք անհատական էլ չկարողանաք ձեր անձնականը դասավորել, որովհետև ուժեղ նեգատիվ կա։ Հերմինե 35 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար, Հերմինե 35 տարեկան, սիրելի Հերմինե, ինչ-որ վախեր ունեք հնարավոր է այս վիճակի հետ կապված, վախենում եք ինչ-որ կտրուկ որոշումներ կայացնեք, և ձեր այս վախերը, սիրելի Հերմինե, չի թողնում, որ դուք առաջ գնաք, և ձեր անձնական, և գործնական ոլորտում, դուք ոնց որ կայացած չլինեք, սիրելի Հերմինե, այս վախերը չեն թողնում, ոնց որ ձեր ոտքերից կշիռներ կապված լինեն, չեք կարողանում քայլել, չեք կարողանում որոշում կայացնել, ոնց որ 35 տարեկան չլինեք, 12 տարեկան երեխան ավելի անկախ է, քան թե դուք, սիրելի Հերմինե, տեսնեք ինչն է ձեր վախերի պատճառը, ընդհանրապես ցույց է տալիս, որ դա ոչ թե նոր է ձեր կյանքի մեջ դա ծնված օրվանից էլ այդ ձևի է, սիրելի Հերմինե, ցույց է տալիս, որ կա նեգատիվ, շատ վաղուց կատարված նեգատիվ գործողություն, որը փակում է ձեր ճանապարհը, ձեր առաջխաղացումը և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, նույնիսկ եթե
դուք որոշակի ձևով շարժվում եք, ձեր այդ շարժը այն չէ, ինչ որ ձեզ համար վերևից տրված է, սիրելի Հերմինե, վազքդ շատ է, արդյունքը քիչ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս նեգատիվից և ձեր կյանքի մեջ կհրանան այդ վախերը, դուք անկախ կլինեք, դուք կկարողանաք ճիշտ որոշում կայացնել և ձեր կյանքի մեջ հաջողություն կմտնի, ոչ թե խավար, խավար է ամբողջովին, սիրելի Հերմինե, ցանկանում եք ինչ-որ ձևով լուսավորեք, բայց դուք չեք կարողանում, որովհետև փակված է ձեր ճանապարհը, փակված է։ Նոյեմբր 40 տարեկան, նոյեմբր 40 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, ես է ձեզանից եմ շնորհակալ, մեր սիրելի Նոյեմբի համար, նոյեմբր 40 տարեկան, սիրելի Նոյեմբր, կան խնդիրներ, հնարավոր է պետական թռների, հնարավոր է առողջապահական հիմնարկությունների, հնարավոր է ֆինանսական թռների, գիտեք ինչ, հնարավոր է բոլոր ոլորտներում կան խնդիրներ, ոնց որ քխի վրա տարած լինեք, սիրելի Նոյեմբր, ամբողջովին մենակ եք, ձեր կողմը ոչ մի մարդ չկա, օգնող չկա, շնորհակալություն ասող չկա, սիրելի Նոյեմբր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա նեգատիվ, հնարավոր է նաև ձեր մայրական ազգը, ձեր հաջողության ճանապարհը փակված է, ինչ իրավիճակի մեջ, որ դուք հիմա ընկած եք, ինչ խնդիրների ու պրոբլեմների մեջ, որ դուք հիմա ընկած եք, դա այս նեգատիվի արդյունքն է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրեք ձեր էներգետիկան, մաքրեք և դուրս եկեք այս փակուղուց, դուք ոնց որ փակուղու առաջ եք կանգնած, լույս չկա, խավար, առաջխաղացում չկա, մաքրվեք սիրելի Նոյեմբր, մաքրվեք և ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Թարլան, ինչ է սպասվում մասնական ոլորտում, Թարլան 20 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թարլանի համար, Թարլան 20 տարեկան, սիրելի Թարլան, նեգատիվ կա, ձեր վրա ոչ, ձեր հայրական ազգի վրա կա նեգատիվ, սիրելի Թարլան, փակված է, և անձնականը, և գործնականը, և կա առողջական խնդիրներ, դուք է լավ գիտեք, դուք են ձևի իրավիճակի մեջ կանգնակ, որ դուք զարմացաք, գիտեք ինչ, պետք է անձնական սիրային հաջողություն լիներ, դա քանդվավ, դա փլուզվավ, սիրելի Թարլան, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով ճիշտ է դուք դեռ երիտասարդ եք, կարող է ձեզ թվա թե դուք կարողանաք այդ իրավիճակը հաղթահարել դուրս գալ, ոչ, քանի գնա այնքան ավելի կխտանա այս իրավիճակը, ավելի բարդությունները շատ կլինեն, ավելի վտանգավոր իրավիճակներ կլինեն, սիրելի Թարլան, դիմեք էքստրասենսի, դիմեք անպայման մաքրման գործողություն կատարեք, որպեսզի ձեր կյանքի մեջ մտնի հաջողություն, սիրելի Թարլան։ Լիլիթ 45 տարեկան, կունենաք ձեր սեփական գործունեությունը, ձեր սեփական աշխատանքը, ձեր սեփական բիզնեսը, թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար, Լիլիթ, կունենաք ձեր սեփական բիզնեսը, թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, ընդհանրապես ցույց է տալիս, որ
անընդհատ խնդիրներ է առաջ գալիս։ Դուք ցանկանում եք սեփական գործունեությամբ զբաղվեք, դուք ցանկանում եք ձեր սեփական գործը ունենալ, բայց անընդհատ խնդիրներ եւ խնդիրներ է առաջ գալիս։ Սիրելի Լիլիթ, տարապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ եւ գործունեությամբ զբաղվելու եւ անձնական հաջողության հետ կապված կա խնդիրներ, կա խնդիրներ։ Սիրելի Լիլիթ, ցույց է տալիս, որ ձեր եւ գործունեության եւ անձնականի վրա կա նեգատիվ, կա թուղթուգիր, կա անեզք, որի պատճառով ինչին ձեռ եք տալիս, դա քանդվում է։ Որպեսզի ձեր սեփական գործունեությունը լինի, որպեսզի անձնական հարաբերությունների մեջ երջանկություն լինի, ոչ թե քաոս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո անձնական երջանկություն եւ հաջողություն կլինի։ Հարց եք տալիս, ես մաքրման գործողություն կատարում եմ։ Այո, սիրելիներս, ես էքստրասենս պարահոգեբան եմ։ Ոչ միայն նայում եմ, նաև մաքրման գործողություն եմ կատարում, պաշտպանություն եմ դնում, վախ ունեցող մարդկանց հետ եմ աշխատում, հիվանդների հետ եմ աշխատում։ Այո, դուք անձամբ կարող եք նաև ինձ դիմել, սիրելիներս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Նորիկ 28 տարեկան անձնական։ Նորիկ 28 տարեկան անձնական։ Սիրելի Նորիկ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս խնդիրներ, ցույց է տալիս խնդիրներ, այլ խնդիրների, խնդիրների պատճառով ձեր մեջ տարօրինակ հոգեբանական վախեր կան։ Դուք ինքներդ ձեր ոնց-որ ուժին, ձեր անձնական երջանկությանը չեք հավատում։ Վախեր կա, խնդիրներ կա։ Սիրելի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր անձնականը ամբողջովին փակված է։ Դրա համար էլ անձնական ոլորտում ոչ մի հաջողություն չկա, առաջխաղացում չկա, ընդհակառակը հետ ընդած է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի ձեր կյանքի մեջ անձնական հաջողություն։ Սիրելիս, Մարկ 4 տարեկան, անպայման անհատական ինձ դիմեք, որպեսզի ես հասկանամ այդ երեխայի խնդրը ինչուց է։ Չի կարելի, ես չեմ կարող այդ փոքր երեխային նայել, իրա մամայի, պապայի էներգետիկան պետք է տեսնեմ։ Անպայման, սիրելիներս, Մարկի հարազատներ, Մարկի ծնողներ, անհատական ինձ դիմեք, ես կհասկանամ, կճշտեմ, դա թուղթուգրի, անեզքի պատճառ է, դա ժամանակավոր է, դա աուտիզմ է, մինչև չտեսնեմ կոնկրետ Մարկի ծնողներին, Մարկին չեմ նայելու ծնողներին, որովհետև երեխան մինչև 7 տարեկան ինքը իր սեփական բիոէներգետիկ դաշտը չունի։ Երեխայի բիոէներգետիկ դաշտը կապված է իր ծնողներից, հայրիկից, ավելի շատ մայրիկից։ Մարկի հարազատներ, անհատական դիմեք, ես կտեսնեմ պատճառը եւ եթե պետք լինի հասկանամ, որ իմ ուժերի մեջ հնարավորություն կունենամ օգնել։ Արմինե 37 տարեկան անձնական։ Արմինե 37 տարեկան անձնական։
Սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր այդ երազանքը նպատակը կատարվում է, նույնիսկ դուք եք զարմանալու, բայց այդ երազանքը և նպատակը կատարվում է։ Մերի Անդո, ինչ է սպասվում, տեսնենք ինչ ասում տիեզերքը Մերի և Անդրանիկի համար, Մերի Անդրանիկ, ինչ է սպասվում, Ընդհանրապես սիրելի Մերի, սիրելի Անդրանիկ, ոչ մի լավ բաներ չի սպասվում, հնարավոր է երկուսիդ վրա, հնարավոր է անհատական յուրաքանչյուրիդ վրա կա նեգատիվ, որի պատճառով հարաբերություն չեմ տեսնում, որի պատճառով տարօրինակ իրավիճակ է, անձնական ոլորտում պրոբլեմներ, խնդիրներ, բոլոր ոլորտներում, ոչ մի լավ բան չկա, նույնիսկ եթե հետևակի հիմքեր կան, դուք կարող այդ հիմքերը կորցնելու եք, խնդիրներ, պրոբլեմներ, բաժանություն, դիմեք էքստրասենսի անպայման մաքրման գործողություն կատարեք, նոր ձեր կյանքի մեջ հաջողություն կմտնի։ Լիլիթ 33 տարեկան անձնական, սիրելի Լիլիթ, ձեր անձնական ոլորտը փակված է, ձեր անձնական ոլորտը փակված է, ձեր և հայրական և մայրական ազգը նեգատիվի տակ է, եթե ուշադրություն դարձնես սիրելի Լիլիթ, եթե կա հորեղբայր, հորկուր, մորեղբայր, մորկուր, ազգերի մեջ խնդիրներ անձնական, ֆինանսական խնդիրներ, երեխա ունենալու հետ կապված խնդիրներ, վաղաժամ մահեր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Լիլիթ, ընդհանրապես մաքրվեք այս նեգատիվից, որպեսզի ձեր կյանքի մեջ այդ խնդիրները, պրոբլեմները ավելի չշատանան, ավելի չբազմանան։ Անի 42 տարեկան, ինչ ընթացք կունենա ձեր սեփական բիզնեսը, ձեր սեփական գործունեությունը, Անի 42 տարեկան, ցույց է տալիս, որ ձեր սեփական գործունեությունը հաջողությամբ է պսակվելու, նաև ձեր անձնական ոլորտում է լինելու հաջողություն, սիրելի Անի, հաջողություն լինելու է և ձեր աշխատանքային ոլորտում, և ձեր անձնական ոլորտում, Սիրանուշ 39 տարեկան, ընդհանուր, Սիրանուշ 39 տարեկան, ես էլ ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, Սիրանուշ 39 տարեկան, ընդհանուր, Սիրելի Սիրանուշ, ընդհանրապես ցույց է տալիս կա հաջողություններ, ընդհանուր, եթե նույնիսկ խնդիրներ է կա, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, ուղղակի որոշակի ժամանակ է պետք, խնդիրներ էլ եթե կան, դուք այդ խնդիրները հաղթահարում դուրս եք գալիս, Հերմինե 28 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար, կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Հերմինե, հնարավոր է աշխատանքային ոլորտում, հնարավոր է
գործնական ոլորտում, այո, կա խնդիրներ, սիրելի Հերմինե, եւ աշխատանքային ոլորտում, եւ անձնական ոլորտում, ոնց որ ամեն ինչ գլխի վրա դարած լինի։ Սիրելի Հերմինե, մեծ ֆինանսական կորուստներ է ցույց տալիս։ Հնարավոր է դուք հենց հիմա այդ ֆինանսական դժվարությունների մեջ եք։ Գիտեք ինչ, սիրելի Հերմինե, մենակ միայն ձեր մոտ ֆինանսականը չէ, դուք ամբողջովին ոնց որ գլխի վրա դարած լինեք, ձեր վրա կա պրոբլեմ, ձեր վրա կա նեգատիվ, հնարավոր է անհատական ձեր վրա կա նեգատիվ, փակված է ձեր առաջխաղացումը, սիրելի Հերմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս փակուղուց դուրս եկեք, չկա ոչ մի բան ընդհանուր, ոչ անձնական, ոչ գործնական, ոչ ֆինանսական, քանի գնում այդ խնդիրները շատա անում է։ Արկադի 45 տարեկան գործնական, Արկադի 45 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արկադիի համար, Արկադի 45 տարեկան գործնական, սիրելի Արկադի ձեր գործնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգեր, ձեզանից տարած է ձեր հաջողությունը, ձեր վրա ցույց է տալիս նեգատիվի գործողություն, թուղթուգրի առկայություն, անեզկի առկայություն, դրա համար գործնական հաջողություն չկա, ոչ միայն գործնական, նաև անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս նեգատիվից դուրս եկեք, սիրելի Արկադի, չկա գործնական, ինչին ձեռ եք տալիս, քանդվում է։ Գայանե 46 տարեկան ֆինանսական, Գայանե 46 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գայանե, սիրելի Գայանե, չկա ֆինանսական, չկա ֆինանսական, դուք ամբողջովին նեգատիվի մեջ եք, չկա ֆինանսական, կա առողջական խնդիրներ, կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Գայանե, դուք ձեզ չեք գտնում կյանքի մեջ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր էներգետիկան փակված է, եւ հաջողության էներգետիկան, եւ անձնական հաջողության էներգետիկան փակված է, դուք ամբողջովին նեգատիվի մեջ եք, սիրելի Գայանե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, նաև ձեր վրա դրեք պաշտպանություն, որովհետև այստեղ ցույց է տալիս, որ դուք մաքրվեք, նորից այդ մարդիկը կենդանի է, իրենք նորից այդ գործողությունը, այդ նեգատիվը ձեր վրա կկատարեն եւ նորից ձեր առաջխաղացման ճանապարհը կփակեն, մաքրվեք, որպեսզի լինի հաջողություն։ Սվեթա 38 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար, Սվետա ընդհանուր, սիրելի Սվետա, ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս առաջխաղացում, եթե նույնիսկ խնդիրներ եւ պրոբլեմներ կա, սիրելի Սվետա, այդ խնդիրները, պրոբլեմները լուծվում են, խնդիրներից, պրոբլեմներից կարողանալու եք ձերբազատվել,
Արծրում 23 տարեկան, ինչ է սպասվում։ Արծրում ինչ է սպասվում։ Սիրելի արծրում ցույց է տալիս, որ կա խնդիրներ, կա վախեր, վախենում եք առաջ գնալ, տեսնենք ինչն է ձեր վախերի պատճառը։ Ընդհանրապես, սիրելի արծրում, դուք կարողանալու եք այդ վախերը հաղթահարել եւ դուրս գալ։ Եթե նույնիսկ կա պրոբլեմներ, դուք այդ պրոբլեմներից դուրս եք գալիս։ Ձեր կյանքի մեջ հաջողություն է մտնում եւ աշխատանքային ոլորտում, եւ անձնական ոլորտում, ուղղակի ցույց է տալիս որոշակի ժամանակահատված, բայց հաջողություն է մտնելու։ Թերմինե 39 տարեկան, ինչ է սպասվում։ Թերմինե 39 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի թերմինե, վախեր կա, առողջական խնդիրներ կա, ընդհանրապես ցույց է տալիս, որ պրոբլեմներ կա, ոնց որ եկել եք եւ պրոբլեմների առաջ եք կանգնել։ Այո, կա պրոբլեմներ, սիրելի թերմինե, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, գիտեք ինչ, ոնց որ ամեն ինչ գլխի վրա տարած լինի, ձեր կյանքի մեջ փոխանակ հաջողություն լինի, ընդհակառակը հաջողության տեղը, ընդհակառակը դժվարություններ եւ խնդիրներ։ Սիրելի թերմինե, ճիշտ է, կա դժվարություններ, կա խնդիրներ, բայց դուք ձեր աշխատասիրության, ձեր որակական հատկությունների, նաև Աստծո կամքով կկարողանաք այդ իրավիճակը հաղթահարեք եւ դուրս գաք։ Արմինե 41 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ։ Ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ։ Բայց դուք այդ խնդիրները լուծում եւ հաղթահարում եք։ Սիրելի Արմինե, ձեր կյանքի մեջ ինչ խնդիրներ, ինչ պրոբլեմներ կա, այդ խնդիրները, պրոբլեմները դուք հաղթահարում դուրս եք գալիս, ձեր դեմ հնարավորություն է բացվում, ճիշտ է նեղված շատ վիճակ է, ոնց որ ձեր մոտ չեք կարողանում այդ նեղված վիճակից դուրս գալ, դուք էլ չեք հասկանում ինչն է պատճառը, բայց ձեր այդ նեղված վիճակը շատ ժամանակավոր է, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված։ Վարդուհի 33 տարեկան, ընդհանուր։ Վարդուհի 33 տարեկան, ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի վարդու համար։ Սիրելի վարդուհի, ձեր վրա կա նեգատիվ, ընդհանուր ձեր վրա կա թուղթուկից, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, որի պատճառով ամեն ինչ ձեր չորս կողմը սաղ կեղծ է, սաղ կիսատ է, սաղ թերի է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի վարդեր եւ մաքրման գործողություն կատարեք, նոր կհասկանաք, թե ինչ է հաջողությունը, ինչ է երջանկությունը, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, այդ նեգատիվը ձեր վրա պրոբլեմներ է բերում, եւ պետական դռների, եւ առողջական հիմնարկությունների հետ կապված պրոբլեմներ է բերում։ Կատելինա Աբո, կհասնեք իրար թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում։ Կատերինա եւ Աբո,
կհասնեք իրար, թե ոչ։ Ինչ է ասում տիեզերքը։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ հնարավոր է երկուսիդ վրա, հնարավոր է անհատական և Ալբերտի և Կատերինայի վրա կա նեգատիվ, որի պատճառով դուք և իրար հետ չեք հասնի, նաև չեք կարողանում ձեր անձնականները դասավորել, կարևոր չէ Կատերինան է, կարևոր չէ Ալբերտն է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր ձեր կյանքի մեջ կմտնի, հաջողություն։ Նելի 46 տարեկան ընդհանուր։ Նելի 46 տարեկան ընդհանուր։ Հենդոջան բանım սեմ ասես, բաբային սա թողում է պաշական շարբատաճուրեն է, գլուխս կցավ է էլի, հա։ Բարև ձեզ։ Սիրելի կոր, որպեսզի ձեր երեխայի սերը ասեմ, դիմեք անհատական ինձ, ես հատուկ նայելով ձեզ կասեմ, տղա կունենաք, թե աղջիկ, սիրելի կոր։ Հեղինե 35 տարեկան։ Հեղինե 35 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Հեղինե, ձեր անձնական ոլորտում հաջողություն է։ Ընդհանուր ձեր կյանքի մեջ մտնում է երջանկություն։ Ինչ երազանք նպատակ ունեք, սիրելի Հեղինե, ձեր այդ երազանքը նպատակը կատարվում է։ Սիրանուշ Արթուր, միասին կլինեք կամուսնանաք, թե ոչ։ Սիրանուշ Արթուր, միասին կլինեք կամուսնանաք, թե ոչ։ Սիրելի Սիրանուշ, սիրելի Արթուր, ընդհանրապես հնարավոր է երկուսիդ վրա, հնարավոր է անհատական յուրաքանչյուրիդ վրա կա թուղթուգիր, կա անեզք, որի պատճառով չի ստացվում ձեր միասին լինելը, դուք պետք է անպայման այս նեգատիվից ձերբազատվեք, նոր դրանից հետո ձեր դեմ անձնական հաջողությունների ճանապարհը կբացվի, կա թուղթուգիր, կա անեզք, որը չի թողնում, որ դուք անձնական երջանկություն ունենաք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական հաջողություն։ Կարինե 42 տարեկան։ Կարինե 42 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե, սիրելի Կարինե, ընդհանուր ցույց է տալիս հաջողություն, երջանկություն, երազանքների նպատակների կատարում։ Ինչ երազանք ունես, ինչ նպատակ ունես, ինչի մասին որ շատ մտածում ես, վախեր ունես, դրանք կատարվում են։ Եթե նույնիսկ կա պրոբլեմներ, սիրելի Կարինե, դուք այդ պրոբլեմներից ազատվում և ձերբազատվում եք։ Սերինե 34 տարեկան,
Տեսնենք ինչ է ասում տեսերկը մեր սիրելի Սերինեի համար։ Սերինե 34 տարեկան, սիրելի Սերինե, ձեր կյանքում սպասվում է հաջողություն և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, ինչ նպատակներ ունեք, ինչ երազանքներ ունեք, ձեր նպատակները և երազանքները կատարվում են։ Շնորհակալ եմ նվերների համար։ Մերի 44 տարեկան, անձնական, Մերի 44 տարեկան, անձնական։ Սիրելի Մերի, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի։ Ինչ խնդիրների մեջ որ ընկած եք, ինչ պրոբլեմների մեջ որ ընկած եք, դա այս մագիայի, այս կախարդանքի արդյունքն է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք, դրեք նաև ձեր վրա պաշտպանություն, որպեսզի լինի հաջողություն։ Քանդված է, նույնիսկ ինչին հիմնվում եք, դրանք քանեկնում անգամ դառնում են ավերակ։ Ձեր մոտ խնդիրներ կա։ Հասմիկ 50 տարեկան, ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Հասմիկ 50 տարեկան, ընդհանուր։ Ես է ձեզանից եմ, շնորհակալ։ Սիրելի Հասմիկ, ինչ-որ խնդիրներ կա ձեր կյանքի մեջ, և անձնական, և հարազատների հետ կապված, ընդհանրապես ցույց է տալիս, որ խնդիրներ կա, սիրելի Հասմիկ, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ուղղակի որոշակի ժամանակ, որոշակի էներգիայի ներդրում, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակված։ Դուք եք հաղթանակողը, նույնիսկ եթե կան պրոբլեմներ, դուք այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Անժելա 43 տարեկան, Անժելա 43 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Անժելա, կա պրոբլեմներ, տեսնենք ինչն է պատճառը, ոնց որ գլխի վրա դարած լինեք, խնդիրներ, պրոբլեմներ։ Սիրելի Անժելա, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այդ խնդիրները, պրոբլեմները անլուծելի չեն։ Ձեզ հաջողություն է սպասվում, հաղթանակներ է սպասվում, երազանքների, նպատակների կատարում է սպասվում։ Մերի 22 տարեկան, ապագա։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար։ Մերի 22 տարեկան, ապագա։ Սիրելի Մերի, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր ապագան, ձեր անձնականը փակված է։ Անհատական ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դուք էլ գիտեք,
որ կա նման նեգատիվ էներգետիկա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի մերի, փակված է ձեր մոտ ամեն ինչ։ Վիկա 34 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Վիկայի համար։ Վիկա 34 տարեկան, անձնական, սիրելի Վիկա, կա խնդիրներ և ֆինանսական ոլորտում, և անձնական ոլորտում, սիրելի Վիկա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, փակված է և անձնականը, փակված է և ֆինանսականը, կա նաև առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Վիկա, որպեսզի ձեր կյանքի մեջ մտնի հաջողություն։ Դժվար է շատ։ Խաչիկ 38 տարեկան, կամուսնանա այս տարի, թե ոչ։ Խաչիկ, կամուսնանա այս տարի, թե ոչ։ Տարապես ցույց է տալիս, որ կա դժվարություններ խաչիկի կյանքի մեջ, բոլոր ոլորտներում, այո, այս տարի կամուսնանա։ Խաչիկը այս տարի 100% կամուսնանա, ձեզանից սպասում եմ աչքալուսանք։ Դավիթ 26 տարեկան, անձնական, Սամվել Դավիթ 26 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Սիրելի Դավիթ, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, ձեր գործնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում, գիտեք ինչ, ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, սիրելի Դավիթ, անեծք ցույց չի տալիս, բայց հնարավոր է նեգատիվը աչքի տեսքով, որի պատճառով ինչ-ինչ ձեռք գցում չի ստացվում, ոչ անձնական, ոչ ֆինանսական, ոչ գործնական, ընդհանրակը ամեն ինչ մնում է ձեր 4 կողմը կիսատ, թերի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մի հատ մաքրման գործողություն կատարեք, հատուկ պաշտպանություն դրեք ձեր վրա, որպեսզի նման իրավիճակներ չլինեն ձեր կյանքի մեջ, ոչ մի բան չի ստացվում, սիրելի Դավիթ, մաքրվեք և պաշտպանություն դրեք։
Նարինե 39 տարեկան, տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի Նարինեի մոտ, Նարինե 39 տարեկան, Նարինե 39 տարեկան, սիրելի Նարինե, ձեր մոտ ցույց է տալիս հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրները, պրոբլեմները լուծում եք, ձեր կյանքի և անձնական, և գործնական, և ֆինանսական ոլորտում մտնում է հաջողություն, եթե նույնիսկ երեխաներիդ հետ էլ կա պրոբլեմներ, այդ պրոբլեմներն էլ են լուծվում, մտնում է հաջողություն, սիրելի Նարինե, Տաթև Դավիթ, կհաշտվեք թե ոչ, Սամվել, Տաթև Դավիթ, կհաշտվեք թե ոչ, այո, սիրելի Տաթև, սիրելի Դավիթ, դուք կհաշտվեք, ձեր մոտ հաշտություն է ցույց տալիս, այո, կհաշտվեք, այո, սիրելիներս, ես նեգատիվ մաքրում եմ, հիվանդների հետ աշխատում եմ, վախեր մաքրում եմ, պաշտպանություն դնում եմ, թալիսմաններ պատրաստում եմ, թալիսմաններ ակտիվացնում եմ, դուք կարող եք անհատական նաև ինձ դիմել, Մերի 22 տարեկան ապագա, սիրելի Մերի, ես ինչ նեգատիվ ժողովուրդ է նստած այսօր, սիրելի Մերի, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, փակված է ձեր ապագան, փակված է ձեր անձնականը, փակված է ձեր ֆինանսականը, դուք էլ շատ լավ գիտեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, սիրելիները, սիրելի Մերի, անպայման այս կախարդանքից մաքրվեք, հա, Աշոտ 26 տարեկան ապագա, Աշոտ 26 տարեկան ապագա, սիրելի Աշոտ, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողություն և անձնական ոլորտում և գործնական ոլորտում, ինչ երազանք, ինչ նպատակ ունեք, սիրելի Աշոտ, դրանք կատարվում են, Մասիս 44 տարեկան անձնական, Մասիս 44 տարեկան անձնական, Սիրելի Մասիս, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, երջանկություն, եթե նույնիսկ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, դուք այդ խնդիրները, այդ պրոբլեմները լուծում եք, դուրս եք գալիս, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից, հաջողություն եք ցույց տալիս,
Կարինե 49 տարեկան անձնական։ Կարինե 49 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Սիրելի Կարինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք սիրելի Կարինե, ձեր երազանքը նպատակը կատարվում է, եթե նույնիսկ կան պրոբլեմներ, դուք այդ պրոբլեմներից դուրս եք գալիս։ Թամարա 45 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար։ Թամարա 45 տարեկան։ Թամարա 45 տարեկան։ Սիրելի Թամարա, հաջողություն, երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք դրանք կատարվում են, եթե նույնիսկ կա պրոբլեմներ, դուք այդ պրոբլեմներից Աստծու կամքով կարողանալու եք դուրս գալ։ Մերի 22 տարեկան աշխատանք։ Մերի 22 տարեկան աշխատանք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերի համար։ Սիրելի Մերի, աշխատանք կա, հարաշխաղացում կա, ֆինանսական հոսքեր կա, դուք աշխատանք 100% կունենաք և առաջխաղացում կունենաք։ Լիլիթ 20 տարեկան, կաշխատեք թե ոչ։ Լիլիթ 20 տարեկան, կաշխատեք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով կա և անձնական խնդիրներ, և ֆինանսական, և աշխատանքային խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի աշխատանք, նոր կլինի անձնական։ Փակված է հաջողությունը, սիրելի Լիլիթ։ Անահիտ 40 տարեկան, կմիանաք Գևորգին թե ոչ։ Անահիտ Գևորգ, կմիանաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Անահիտ Գևորգ։ Սիրելի Անահիտ, սիրելի Գևորգ, հնարավոր է երկուսիդ վրա միասին կա թուղթուկիր, հնարավոր է անհատական և Անահիտի, հնարավոր է նաև Գևորգի վրա կա նեգատիվ, որի պատճառով չի լինի միություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի միություն։ Անժելա 43 տարեկան, երկրից դուրս կգաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Անժելա 43 տարեկան, երկրից դուրս կգաք թե ոչ։ Այո, սիրելի Անժելա, դուք երկրից դուրս կգաք, այո։ Քնարիք 28 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի քնարիքի համար։
քնարիք 28 տարեկան անձնական Սիրելի քնարիք, ձեր անձնականը ամբողջովին փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որ կլինի անձնական, թուղթուգիր և անեզք կա, սիրելի քնարիք, Մայրամ 32 տարեկան, երբ տուն կունենաք, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար, Մայրամ 32 տարեկան, երբ տուն կունենաք, Սիրելի Մայրամ, դուք տուն կունենաք, դուք շատ մեծ երազանք և նպատակ ունեք, որտեղից կլինի, ինչպես կլինի, բայց դա կլինի, դուք շատ մոտ ժամանակահատվածում տուն կունենաք, Մերի 37 տարեկան, առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 37 տարեկան, առողջական, Սիրելի Մերի, ձեր առողջական խնդիրը թուղթուգրի անեզքի պատճառն է, դուք նույնիսկ բուժ հիմնարկներից դուրս եք գալիս անօգուտ, որովհետև բուժում չկա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, բուժման պրոցեդուրաների հետ անպայման մաքրեք ձեր բիոէներգետիկ դաշտը, նոր կլինի բուժում, ձեր հիվանդության պատճառը անեզքն է, սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, որպեսզի լինի առողջացում, Ռիմա 33 տարեկան անձնական, Ռիմա 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռիմայի համար, Ռիմա 33 տարեկան անձնական, Ռիմա 33 տարեկան անձնական, Սիրելի Ռիմա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, չկա սիրելի Ռիմա, չկա անձնական, նույնիսկ 0 չէ, մինուս է, բացասական է,
Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների, ձեր սրտիկների համար։ Գաբի 21 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գաբիի համար։ Գաբի 21 տարեկան։ Սիրելի Գաբի, հաջողություն, անձնական երջանկություն, ինչ երազանք նպատակ ունեք, դրանք կատարվում են։ Հաջողություն է ցույց տալիս։ Ռոզի 28 տարեկան։ Ռոզի 28 տարեկան։ Սիրելի Ռոզի, կա խնդիրներ ձեր կյանքի մեջ, եւ անձնական, եւ գործնական, եւ ֆինանսական, ոչ մեկը դե երկուստ առնում, տարօրինակ ոնց որ դեմքիդ քող կախած եղնի։ Սիրելի Ռոզի, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները հաղթահարվում են։ Դուք կարողանալու եք այդ խնդիրները հաղթահարել եւ դուրս գալ։ Ինչ երազանք եւ նպատակ ունեք, սիրելի Ռոզի, դրանք կատարվում են։ Յուրա 45 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Յուրայի համար։ Յուրա 45 տարեկան անձնական։ Սիրելի Յուրա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Եթե խնդիրներ են, պրոբլեմները կա, դուք կարողանալու եք այդ խնդիրները հաղթահարել, դուրս գալ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Լենա 35 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լենայի համար։ Լենա 35 տարեկան անձնական։ Սիրելի Լենա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հնարավորություն, ցույց է տալիս ելքեր։ Եթե նույնիսկ կա պրոբլեմներ, դուք այդ պրոբլեմները հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչ երազանք եւ նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվում է։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Անահիտ 20 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 20 տարեկան։ Սիրելի Անահիտ, հաջողություն,
երջանկություն, երազանքների, նպատակների կատարում, ինչ երազանք և նպատակ ունեք, դրանք կատարվում են։ Աստղիկ Արմեն, կամուսնանաք թե ոչ։ Աստղիկ Արմեն, կամուսնանաք թե ոչ։ Ընդհանրապես սիրելի Աստղիկ, սիրելի Արմեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, հնարավոր է երկուսիդ հետ միասին, հնարավոր է անհատական յուրաքանչյուրիդ վրա։ Քանի այս նեգատիվը կա, քանի այս անեծքն ու թուղթուգիրը կա, ամուսնություն չեմ տեսնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրում, նոր հնարավոր է ձեր անձնական ոլորտում լինի հաջողություն։ Սմբատ 51 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք տիեզերքը ինչ է ասում մեր սիրելի Սմբատի համար։ Սմբատ 51 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Սմբատ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դրա պատճառով ցույց է տալիս խնդիրներ, պրոբլեմներ, դժվարություններ, առողջական խնդիրներ, ընդհանրապես ոչ մի լավ բան չի սպասվում։ Ընդհակառակը, սիրելի Սմբատ, քանի գնա այնքան այդ նեգատիվը կբարձրանա, այնքան պրոբլեմները ավելի կշատանան։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի հաջողություն։ Սյուզաննա 39 տարեկան, առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզաննայի համար։ Սյուզաննա 39 տարեկան, առողջական։ Սիրելի Սյուզաննա, ձեր առողջական խնդիրը դա սովորական խնդիր չէ, դա թուղթուգրի, անեծքի, կախարդանքի արդյունք է։ Եթե նույնիսկ բժիշկների եք դիմում, անպայման նաև դիմեք էքստրասենսի, նաև դիմեք պայծառատեսի, թող լինի մաքրման գործողություն, որպեսզի ձեր բուժումը լինի արդյունավետ։ Եթե մաքրում չլինի, բուժման պրոցեդուրաները ձեզ օգուտ չեն տա, ընդհակառակը ավելի բարդություններ և դժվարություններ առաջ կգա։ Լուսինե, քնություն կստանաք, կհանձնեք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Այո, սիրելի Լուսինե, անպայման քնությունդ կհանձնեք։ Անպայման քնությունդ կհանձնեք։ Սիրելիներս, ինձ հետ կարող եք անհատական կապնվել, իմ բոլոր ալիքներում գրված է իմ հեռախոսահամարը, իմ կոնտակտային տվյալները, դուք կարող եք անհատական ինձ հետ կապնվել, սիրելիներս։ Կարող եք նամակով գրեք, նամակով կապնվեք, սիրելիներս։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների, սրտերի, լայքերի համար, շատ շնորհակալ եմ, սիրելիներս։
Շնորհակալ եմ ձեր նվերների, շնորհակալ եմ ձեր սրտիկների, ձեր լայքերի համար։ Սիրելիներս, ցանկանում եմ դուրս գալու եթերից, այսօրվա մարդկանց մոտ շատ էր նեգատիվը, անմիջապես ես, որ մարդկանց նայում եմ, զգում եմ, դրա համար վաղը նորից կմտնեմ ու եթեր, եթե որևէ մեկին չկարողացա պատասխանել, ոչինչ, ներող կլինեք, իրոք այսօրվա մարդկանց 90%-ի, եթե ոչ 100%-ի վրա ուժեղ նեգատիվ էներգիա կա, երբ որ ուղի եթերներում մտնում ես, մարդկանց պատասխանում ես, դու զգում ես այդ մարդկանց նեգատիվ էներգետիկան, եթե մարդը նայում է և նեգատիվ էներգիան իր վրա չի զգում, ուրեմն այդ մարդը չի էլ նայում, որովհետև ես մարդկանց բիոէներգետիկ դաշտի մեջ եմ մտնում, ինֆորմացիան այդեղից եմ ստանում, այսօր այս համարյա 2000 մարդ ինձ դիտում է, 2000 մարդկանց մեջ մեծամասնությունը պրոբլեմներ ունեին, և թուղթուկիր կար, և անեզք կար, և տարբեր տեսակի մագիա և կախարդակ կար, դրա պատճառով մի քիչ դժվար է երկար տանել այդ նեգատիվ էներգիան, ճիշտ է, պաշտպանություն կա, այն վրա են թalisմաններ, կա այն վրա են, բայց ես էլ մարդ եմ, սիրելիներս, վաղը մտեք ուղի եթեր, ում հարցերին չեմ պատասխանել, вաղը 100% կպատասխանեմ. Այսքանը, сирелиներս, дорогие мои подписчики, как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ясновидящая. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю себя в доме, работаю и онлайн. Как вам удобно, так и можете обращаться. Այսքանը, սիրելիներս, այսքանը հաջողություն, ստեսություն։